Բարև ձեզ սիրելի արմավիրցիներ։ Ուզում եմ իմանաք, որ ես եմ խնդրել, որ այսօր ելույթ ունենամ, գործընկերներիցս մեկին խնդրել եմ, հետը փոխվել եմ, որովհետև այս մարզը, այս քաղաքը իմ համար շատ հարազատ է, որովհետև 2 տարի ես ծառայել եմ ձեզ մոտ։ Մի անգամ հնարավորություն եմ ունեցել սրա մասին խոսել, բայց այսօր, երբ բոլորը նախկինները դոշ են ծեծում եւ խոսում են բանակի մասին, խոսում են իրանց ղեկավարման տարիների մասին, ես ուզում եմ ձեր հետ մենք կիսվեմ ձեր հետ այն ամեն ինչը, ինչը որ մենք միասին անցել ենք։ Մենք 2 տարի ստեղ ծառայելով մենք ունեցել ենք խմելու ջրի, ուտելիքի, շորերի, ընդհանրապես ապրելու խնդիր։ Մենք զինվորներով գիշերները փախել ենք, եկել ենք քաղաք եւ արմավիրցիները մեզ բան են հյուրասիրել, միրգ են հյուրասիրել։ Այդ մարդիկ ասում են, որ իրանք բանակ են պահել։ Ու երբ որ ես սրա մասին խոսում եմ, ասում են բանակը սանատորի չի։ Քոչարյանը ասում է բանակը ախր սանատորի չի։ Հիմա հարց ունեմ, տո այ համբալ հայ երեխուն հաց ու ջուր տալը սանատորի է։ Դու քո երեխեքին հաց ու ջուր չես տվել։ Մեր երեխեքի վրա պետք է պահես այդ փողը, աշխատես 220 միլիոն 220 միլիոն դոլար փող աշխատես, հա? Մեր վրա, մեր երեխեքի վրա։ Հիմա էլ կանգնում ասում ես հայի ինչ ասում ասում հայի ինքնությունը։ Դո այ համբալ դու ինչ կապ ունես հայի ինքնության հետ։ Հայի ինքնությունը հայոց լեզուն է։ Դու գրել կարդալ գիտես։ Հայի ինքնությունը մեր հավատն է։ Դու սաղ գիտեմ, որ դու անաստված, անհավատ հայրմերը չիմացողն ես։ Հայի ինքնությունը մեր պատմությունն է։ Դու մեր պատմության մարտի 1-ն ես։ Դու մեր պատմության հոկտեմբերի 27-ն ես։ Դու ես մեր ինքնությունը։ Դու Հայաստանի Հանրապետություն եկել ես խոպան անելու։ Հիմա էլ այդ արնախումները մեր 44 օրյա պատերազմի զոհերի թիվն են ավելացնում։ Իրանց արունը քիչ է, իրանց շատ արուն է պետք։ 3833 զոհ ունենք սիրելի հայրենակիցներ, քրեական գործով հաստատված, ունենք բնական անհայտ կորածները, որոնց թիվը 160-ի մոտ է եւ որոնց մասին մենք այս պահին չենք խոսում, բայց խեք մեր մարդկանց զոհի վրա փորձում քաղաքական դիվիդենդ շահեք։ Ես չեմ հասկանում դուք ինչ կապ ունեք այս ժողովրդի հետ։ Լավ, ինչևից է, ուզում եմ ձեզ մի բան պատմեմ։ Այսօր Էջմիածնում մի հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Մի կին էր եկել, վարչապետի ելույթի ժամանակ զրույցի բռնվեց ինձ հետ, բայց ես ձեզ չեմ ընտրելու, սկսեց քննադատել։ Ասացի լավ, բարի, ձեր իրավունքն է։ Ու հետաքրքիր խոսակցություն ստացվեց։ Ինձ ասում է, այս մարդիկ բերած են։ Պտտվում եմ, հրավիրում եմ, ասում եմ, հայրիկ ջան, դուք որտեղից եք, ասում եմ, ստեղից եմ։ Ասում եմ, լավ, մեղրին դատարկում եք։ Ասում եմ, մեղրից նոր եմ եկել, տների գները թանգանում է։ Ասում եմ, Քաջարանում, Գորիսում, ասում եմ, Թուրքին բերել լցրել եք։ Ասում եմ, չենք կարողանում հյուրանոց ճարենք մնանք։ Ասում եմ, Կիրանցը տվել եք, երեխեքը չեն կարողանում խաղան։ Ասում եմ, Կիրանցում ֆուտբոլի դաշտում միջև ուշ երեկո խաղում են ֆուտբոլը։ Ասում եմ, Միջանցք եք տվել։ Ասում եմ, մենք ու ամերիկացիները ստեղծել ենք կազմակերպություն եւ գումար ենք աշխատելու, մեր պետությունը գումար է աշխատելու եւ այլը եւ այլը։ Ու այս ստերը մտնում են մարդկանց մեջ։ Այսօր էլ մի հատ նոր բան են մտածել, թե բա իբր պայմանավորվածություն կա 300,000 ադրբեջանցի է գալու։ Ուրեմն ես պաշտոնապես ասում եմ, կալուգացուն, այն մյուսներին, այն եռագլուխին, ուրեմն համբալին, ուրեմն դուք սուտասան եք։ Եթե մեկն ու մեկը կարող է նման բան ապացուցել, խնդրեմ, դուք սուտասան եք, նման բան չկա։ Բայց սիրելիներս, ավարտելով մի բան եմ ուզում ասել։ Մենք մեր երեխաներին պետք է
կարևոր ժառանգություն թողնենք։ Այդ ժառանգությունը խաղաղությունն է։ Մենք պետք է ոչ թե պատերազմ, ոչ թե այլ բան, ոչ թե չլուծված խնդիր, ու այսօր մենք ունենք խաղաղություն։ Եվ այսօր մենք պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը։ Եվ ուստի 2026-ին քվեարկում ենք 2026-ին 2026-ին Շնորհակալ եմ։